5 տարի ընկերություն անելուց հետո ամուսնացանք, բայց շատ կարճ տևեց մեր համատեղ կյանքը՝ մոտ 3 ամիս։ Ես շատ տգեղ պատմության մեջ ընկա, դավաճանության նման մի բան։ Մենք երկար տարիներ ընկերություն էինք անում, նշանադրված էինք ու նման բան երբեք չի եղել։ Ուղղակի ոչ ցանկալի պատմություն կար, որն ամբողջությամբ ավարտված չէր, զուգահեռաբար ուղղորդվում էր ոչ իմ ցանկությամբ։ Ամեն ինչ փչացավ, դարձավ այն, ինչ պիտի լիներ, ժողովրդական խոսք կա շառի մեջ ընկնել, իմ դեպքում դա տեղի ունեցավ։ Կնոջս վերադարձնելու փորձեր շատ է եղել, գրեթե 10 տարի փորձել եմ, բայց այդպես էլ չստացվեց։ 10 տարի դեպրեսիայի մեջ ապրելուց հետո որոշեցի, որ այլևս մեղքի զգացումով պիտի չապրեմ, որովհետև զգում էի, որ թաղվում եմ այդ ճահճի մեջ։ Պիտի արագ որոշում կայացնես, քանի որ գնալով այնտեղ ավելի մութ է լինելու, կործանվելու եմ։ Երբ մեղքերի թողություն ես ունենում, հասկանում ես, որ անգամ օդն ուրիշ ձև է շնչում, լուսաբացը տեսնում ես, արևի շողերը նկատում ես, կյանքի ուղիներով հաղորդման շրջանակներում խոսելով ամուսնալուծության ու դրանից հետո ունեցած բարդ փուլի մասին, պատմել է դերասան Հայկ Աֆրիկյանը։ Իմ սրտում կա նոր մարդ, բայց դեռ չեմ ուզում դրա մասին խոսել։ Ճիշտ է, դեռ ամուսնացած չեմ, բայց չակերտները հետո կբացեմ։ Կար ժամանակ, երբ ինձ համար սերը վախենալու մի բան էր, որովհետև ամուսնալուծվելուց որոշ ժամանակ անց իմ կյանքում կար սեր, բայց որ դա էլ չստացվեց, ես հասկացա, որ էլ սիրել պետք չէ։ Մտածում էի, դա ինձ համար չէ։ Երբ մենք սիրում ենք, ավելի ինքնավստահ ենք դառնում, սերը շատ ուժեղ բան է։ Այսօր սերը պակասում է ոչ միայն աղջիկ-տղա հարաբերություններում, այլ ընդհանրապես աշխարհում։ Սիրո պակասից է, որ մարդիկ չարությամբ են լցվել։ Քայլ անելուց առաջ մտածում եմ Աստծուն դուր կգա, թե ոչ։ Ոչ թե տվյալ անձին դուր կգա կամ դուր չի գա։ Կյանքի ուղիներով հաղորդման շրջանակներում խոսելով ամուսնալուծության ու նոր սիրո մասին, ասել է դերասան Հայկ Աֆրիկյանը։ Հիշեցնենք, որ դերասան Հայկ Աֆրիկյանը նկարահանվել է Արարատի լեգենդները ֆիլմում, Թափառում ռոք օպերայում, Ճակատագրի գերիները, Անա, Դիմակահանդես, Անուրջներ և մի շարք այլ սերիալներում, իսկ ընդամենը օրեր անց կշարունակի նկարահանումները նաև Վերջին զանգը հեռուստասերիալում։ Պրոֆեսիոնալ դերասանի համար նշանակություն չունի իր մարմնավորած կերպարը գլխավոր է թե երկրորդական։ Իհարկե ցանկալի կլինի, որ գլխավոր հերոսի դերում հանդես գամ, ի վերջո աշխատանքում ձգտում ենք միշտ առաջ գնալ։ Չկա փոքր կամ մեծ դեր, կան փոքր ու մեծ դերասաններ։ Ահա այս գաղափարով է առաջնորդվում Հայկ Աֆրիկյանը, շատ եմ կարևորում նաև այն թիմը, որը զբաղվում է սերիալներով կամ գեղարվեստական ֆիլմերով։ Շատ առաջարկներ մերժել եմ հաշվի առնելով ռեժիսորի ով լինելը։ Թող մեծամիտ չհնչի, բայց մերօրյա իրականության մեջ, երբ բազմաթիվ են սերիալները, շատերն օգտագործում են քիչ թե շատ հայտնի դեմք բարձրացնելու համար ռեյտինգ ասվածը։ Որակ և պրոֆեսիոնալիզմ է անհրաժեշտ, իսկ դերասանները միայն գումարի հետևից թող չընկնեն, այլ մտածեն նաև որակյալ արտադրանքի մասին, նշել է նա ու տեղեկացրել, որ գեղարվեստական ֆիլմ նկարահանելու մտադրություն ունի։ Նշենք, որ Հայկ Աֆրիկյանը հեռուստադիտողների լայն լսարանին հայտնի դարձավ հատկապես «Անցյալի ստվերները» հեռուստասերիալից։ Հայկ, մեծահարուստ աֆրիկյան եղբայրների սերնդից եք, նրանց հետ որևէ բարեկամական կապ ունեք հարցին դերասանը պատասխանել է. Աֆրիկյանները 11 եղբայր են, հին Բայազետից եղել են ազնվատոհմիկներ, հիմա ինչքան աֆրիկյան ազգանունով մարդ կան, նրանց սերնդի շարունակողներն են միմյանց արյունակից։ Ունեք ձեր դերասանական ստուդիան, այդտեղ դասավանդում եք, ինչ պոտենցիալ եք տեսնում ձեր սաների շրջանում։ Այո, դասավանդում եմ ռեժիսուրա, դերասանի վարպետություն, բեմական խոսք և էլի այլ առարկաներ։ Ասեմ, որ իմ սաներին հատիկ առ հատիկ եմ ընտրել, ամենքն էլ բարձր արժեքներ ու լավ պոտենցիալ ունեն։ Ես չեմ փորձում ստուդիայի միջոցով բիզնես անել, այլ ձգտում ենք, որ այնինչ գիտենք ես և իմ գոլեգաները, փոխանցենք եկող սերնդին։ Ռեժիսուրան ևս ձեզ հարազատ ոլորտ է։ Այո, հիմա ֆիլմ նկարահանելու մի առաջարկ ունեմ, բայց այդ մասին դեռ կլռեմ։ Միայն ասեմ, որ ֆիլմը էքշն ժանրի մեջ է, աշխատանքներում կընդգրկվեն հայտնի դերասան-դերասանուհիներ։ Ձեզ որ կերպարով են ավելի շատ ճանաչում։ Ինձ փողոցում մինչև հիմա կան մարդիկ, ովքեր Մարկ են ասում, դա կարծես իմ երկրորդ անունն է։ Երբ ֆիլմում Մարկը լսողության հետ խնդիրներ ուներ, մարդիկ ինձ մոտենում էին ու հարցնում՝ «Բալա ջան, դու ո՞նց ես, լավ ես լսում»։ Յուրահատուկ է նաև պատանի աղջիկների վերաբերմունքը, նրանք երբեմն գալիս են ստուդիայի մոտ միայն թե ինձ տեսնեն։ Երկրպագուներիցս շատ զարմացնում են մինչև 5 տարեկան երեխաները, ովքեր հենց ինձ տեսնում են, վազելով գալիս են գիրկը
ժամանակս, դա ինձ շատ է ուրախացնում։ Եթե հասուն մարդիկ մեզ ընդունում են գիտակցաբար, ապա փոքրիկները դա ենթագիտակցորեն են անում, նրանք մեզ կամ սիրում են, կամ ոչ։ Կողքից այնպիսի տպավորություն է, որ դուք փոքր-ինչ ամաչկոտ մարդ եք, այդպես է։ Այո, կա նման բան, ես ամաչկոտ չեմ բեմում տեսախցիկի առջև, իսկ ահա իրական կյանքում խայտառակ ամաչկոտ եմ, չգիտեմ լավ է, թե վատ։ Ինչ նախասիրություններ ունեք, փորձում եմ նիհարել։ Երգարվեստում կրկին քայլեր անելու մտադրություն ունեք, դա իմ երազանքն է, մի քանի պատրաստ երգեր ունեմ, պետք է ձայնագրեմ, եթե կրկին ներկայանամ այս ոլորտում, հանդես կգամ սոլ ժանրում։